Դիանա Գրիգորյանի գոյամարտում կարծես սկսվել է այն փուլը, երբ հերոսների կյանքի ամենամեծ գաղտնիքներն այլևս հնարավոր չէ թաքցնել։ Եթե մինչև հիմա ճշմարտությունը մաս-մաս էր բացահայտվում, ապա այժմ այն հասնում է այն մարդկանց, որոնցից տարիներ շարունակ փորձել են հեռու պահել այն։ Եվ որքան երկար են հերոսները փորձել լռել, այնքան ավելի կործանարար կարող են լինել այդ բացահայտումների հետևանքները։ Ամենահետաքրքիր զարգացումներից մեկը կապված է Ավոյի և Լեայի հետ։ Ավոն երկար ժամանակ եղել է վրեժով ապրող մարդ, նա սխալներ է գործել, եղել է կոպիտ, հաճախ առաջնորդվել է զայրույթով։ Եվ հիմա, երբ Լեան վերջապես սկսել է կասկածել հոր մասին ունեցած պատկերացումներին, Ավոն կարծես որոշում է, որ այլևս լռելու ժամանակը չէ։ Եթե նա իսկապես հանդիպեց Լեային և Լեան հավատաց նրան կարող են միասին գործել։ Լեան ստիպված էր լսել ոչ թե օտար մարդկանց բամբասանքները, այլ այն մարդու պատմությունը, որը եղել է այդ ողբերգության անմիջական մասնակիցը։ Իհարկե, Լեան նրան ընդհատում է, ասելով, որ միայն սևացնելով իր ընտանիքը չէ, նա պետք է դեռ իր մասին էլ խոսի, որովհետև Լեան չի հասկանում Ավոյին ինչպես կարող են նրա եղբորը սպանել, իսկ նա այդ տվյալ մարդու հետ հաց կիսի, սեղան նստի ու ընտանիքի անդամ լինի։ Ավոն փորձում է սրտաճմլիկ տեքստեր ասել Լեային, պատմել Ռաֆի մահից հետո ինչպես է փոխվել ընտանիքը, ինչպես են Դավիթ պապը և երեխաները փորձել շարունակել ապրել, ինչպես է Լեոն, Դավիթը և մյուսները մեծացել առանց հոր, և ամենացավալին, ինչպես են տարիներ շարունակ բոլորը փորձել գտնել պատասխաններ։ Իհարկե, Լեայի համար սա կարող է դառնալ այն պահը, երբ վերջին անգամ կփորձի պաշտպանել հորը կամ վերջնականապես ընդունի, որ Հունանն իսկապես մեղավոր է։ Սակայն այստեղ կա շատ կարևոր հարց. արդյոք Ավոյին կհաջողվի Լեային իսկապես համոզել այն ամենը, ինչ ցանկանում է։ Հունանը կարծես այնքան է կորցրել զգոնությունը, որ հեռախոսազրույցի ընթացքում ասում է մի արտահայտություն, որը կարող է փոխել ամեն ինչ։ Նա նշում է, որ ժամանակին անցել է Լեոյի հոր վրայով։ Այս խոսքերը իհարկե լսում է Վովան։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե Վովան դեռ չի հասկանում դրանց իրական նշանակությունը։ Նա դեռ չգիտի ամբողջ պատկերը, նա դեռևս չի կապում այդ խոսքերը Ռաֆի մահվան հետ, նա չգիտի, որ Ռաֆը իր հարազատ հայրն է, բայց Վովան այն կերպարը չէ, որ հեշտությամբ մոռանում է նման արտահայտությունները։ Վերջին շրջանում նա արդեն սկսել էր հարցեր տալ սեփական անցյալի մասին։ Եվ հավանաբար հիմա ավելի ուշադիր կլինի մարդկանց խոսքերի նկատմամբ։ Եթե դա նույնիսկ չհասկանա այդ խոսքերի ամբողջ իմաստը, միևնույն է հնարավոր է, որ նա Լեոյին ինչ-որ ակնարկ անի կամ պատմի լսածի մասին, պարզապես որպես տարօրինակ տեղեկություն, իսկ Լեոն, որն արդեն գիտի որոշ ճշմարտություններ, կարող է անմիջապես հասկանալ այդ խոսքերի ճշմարտացիությունն ու նշանակությունը, չէ՞ որ եղբայրները այդպես էլ չեն հավատում իրենց հոր մահվան իրական փաստի մասին, նրանք ցանկանում են իմանալ ինչ է տեղի ունեցել։ Բայց թերևս ամենացավոտ զարգացումը սպասվում է Մանանին։ Մանանը երկար ժամանակ աչք էր փակում շատ բաների վրա, նա արդարացնում էր Գրիշոյին, հավատում, որ իրենց սերը բավականաչափ ամուր է, հաշտվում էր դժվարությունների հետ, նա զոհաբերել է ընտանիքի վստահությունը, սեփական խաղաղությունը և նույնիսկ արժանապատվության որոշ դրվագներ հանուն այդ ամուսնության։ Եվ հենց այն պահին, երբ թվում էր վերջապես կարող է հանգիստ շունչ քաշել, ճակատագիրը նոր հարված է պատրաստում։ Մանանը վերցնում է Գրիշոյի հեռախոսը, որն այսօր շատ հաճախ դառնում է գաղտնիքների պահած։ Եվ հենց այդ պահին զանգում է Մաշան։ Սա կարող է լինել այն տեսարանը, որը կփոխի Մանանի կյանքը։ Հնարավոր է սկզբում նա փորձի ինքն իրեն համոզել, որ ամեն ինչ ունի բացատրություն, որ գուցե Մաշան պարզապես ծանոթ է, բայց իհարկե Մաշան այն կողմից ավելի առաջ է ընկնում։ Չլսելով Մանանի ձայնը, նա ասում է, որ հնարավոր է կինը վախեցրել է։ Իհարկե Մանանն իսկապես վախեցնում է, բայց ոչ թե Գրիշոյին, այլ Մաշային, և հնարավոր է, որ Գրիշոյից նա պահանջի պատասխաններ։ Արդյոք Մանանը կարող է լռել, փորձել փրկել ամուսնությունը կամ առաջին անգամ մտածել Ավոյի հետ համագործակցության մասին։ Մանանը միշտ էլ եղել է ուժեղ աղջիկ, բայց նրա ուժը հաճախ արտահայտվել է համբերությամբ։
սակայն համբերությունն էլ ունի սահման, եթե Գրիշոն իսկապես դավաճանել է նրան, ինչը հեռուստադիտողներն ականատեսն են եղել, ապա դա կարող է փոխել վերջնականապես Մանանի վերաբերմունքը սիրո նկատմամբ։ Ավելին, այս բացահայտումը կարող է նրան ավելի մոտեցնել իր ընտանիքին։ Եվ որքան հերոսները փորձեն փախչել այդ ճշմարտություններից, գոյամարտը կարծես հուշում է, որ ամեն գաղտնիք իր ժամանակն ունի։ Որքան երկար այն թաքցվում է, այնքան ավելի ցավոտ է դառնում բացահայտումը։ Առաջիկա սերիաներն ամենայն հավանականությամբ կլինեն ոչ միայն լարված, այլև հուզական, որովհետև հիմա վտանգի տակ են ոչ միայն մարդկանց կյանքերը, այլ նրանց հավատը միմյանց հանդեպ, իսկ երբ կորցնում ես վստահությունը, երբեմն այն վերականգնելը շատ ավելի դժվար է, քան ցանկացած արտաքին թշնամու հաղթահարելը։ Դե ինչ, իսկ դուք չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում տեղի ունեցող փոփոխությունների մասին և ոչ միայն։